Ուրեմն 11 ամսում միջին աշխատավարձ է։ Լեռնային արտադրամասում եղել է։ Տեսեք, չէ՞ մի գրեք կտանքերից։ Եղել է 261,433 դրամ։ 11 թվականին դարել է 307,409, 118% աճառը։ Միջին հաշվով 45,976 աճառը։ Նույն բանը տեխնոլոգիական արտահավաքը կայանում 72,000 աշխատավարձի աճառը։ Մի ամսով ինչ։ Բանկակարի ջարդման տեղափոխում 36,034 ամբողջ մեր ստորաբաժանումներով։ Այն որ ասում են 50,000, 45,000, մեր հավաքարար ամենացածր վարձատրվող հավաքարարն է, չէ՞, Սպարտակ։ Ինչքան է ստանում։ Ների մի 50 քանի հազար ստանում այլ։ Իմ աշխատավարձի բաժնի վարիչ տեղակալում է, դա ես չեմ ասում եմ, ես կարող չեմ անել, գիտեմ որ դա։ Իսկ մենք մարդիկ ունենք, էքսկավատորավար, բանվոր, կազմատիվ բանվորներ, գիտեք դեկլարացիան լրացնել, նշանակում առնվազն 7 միլիոն աշխատավարձ ստանա, այդ դեպքում պարտավոր է դեկլարացիա լրացնել։ Մեր բանվորներ, տասնյակ բանվորներ ունեն, որ նույնիսկ ես հատուկ մասնագետներ բերում են, ուղարկում, գրում են նրանց աշխատավարձերը ողջունող դեկլարացիա լրացում տալիս պետությանը, որ այսպեսի բան։ Այսինքն 7 միլիոնի չափ համարյա աշխատավարձ։ Այսինքն ես չէ, ինչ եմ ուզում, մեզ աշխատող ունենք, հիմա բաց է մնալու ուրիշ բառ։ Բան։ Լեռնային արտադրամաս, բարձող մեքենաների մեքենավար, դա ամենադժվար գործերից մեկն է։ Միջին աշխատավարձը 501,672 դրամ է եղել։ Այդ տուն կատերպիլների մեքենավար։ Վերջ ամսում լուրջ աշխատավարձ է։ Վերջ ամսում մենք լրացուցիչ մի աշխատավարձ ենք։ 13-րդ աշխատավարձ։ Ոնց որ 13-ի նման մի բան է, տարի մի քանի տեսեք, ըստ մասնագետների, բուլդոզերի մեքենավար, փականագործ, մինիմում ցած որ գցում եմ ամենացածը երրորդ ռազրյադի պատյուցիկ պատրաստողը 274,170, երրորդ ռազրյադ 274,000 աշխատավարձ է միջինը։ Տեխնոլոգիական արտահավաքական 694,000։ Մասսավոնա բանվորների, այն 40-ների շոֆերներն են։ բանվորներին ասա։ Իտերն չի, այն որ ասում են մի քանի տեղ։ Այո